Ինչու եք սատարում Հայաստան դաշինքին, ինչու իսեր եք կապում այս քաղաքական ուժի հետ։ Մեծ հույսեր ենք կապում ոչ միայն այսօր, այլ ընդհանրապես։ Միակ ուժն է, որ կարող է Հայաստանը այս իրավիճակից դուրս բերել։ Մի 6 ամսվա ընթացքում այս քանդած երկիրը նորից կայնացնե ոտքի, իշխող եղել է 97 թվի ժամանակ։ Անձամբ ես ուզում եմ տեսնել նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Շատ կառուցողական, հայրենանվեր, հայրենիքի մասին մտածող, երկրի անվտանգությունը պահպանող անձնավորության, շատ սկզբունքային ամենակարևորը։ Կյանքի ուղի անցած անձնավորություն որպես։ Ռոբերտ Քոչարյանն, որովհետև ինքը տղա է։ Կարող է թուրքա հաբադակ այս զանգվածը, որ նոր այսօր նստած է իշխանության ղեկին, այդ ամեն ինչ է, ամեն հարցը լուծել։ Դաշինքի թիմի մեջ եմ տեսնում այն ուժը, այն կոմպետենտությունը, որը պետք է սպայն մեր երկիրը լավ օրի հասցնելու համար, այսինքն ավելի ամուր դարձնելու, ավելի անվտանգ, կրթական համակարգի, տնտեսական համակարգի բարելավումները հենց այս թիմի մեջ եմ տեսնում։ Ռոբերտ ժամանակ շատ լավ էր, որ ժողովուրդը ծիծաղում էր։ Թուրքը չէր կարողանում հային դարձնել։ Թուրքը սատկում էր հային նայելուց։ Ես եղել եմ Ռուսաստանում, թուրքերը վախենում էին մեզնից շամպես։ Իսկ հիմի ինքը ավելի շատ թուրք է։ Ով, չգիտես ով, Նիկոլով։ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքը կարծում եմ շատ ակնհայտ է։ Մեր տարածաշրջանում Շիրակում եւ մասնավորապես Գյումրի քաղաքում տնտեսական առաջընթաց է եղել։ 98 թվականին, երբ նախագահ Քոչարյանը ընդունել է նախագահությունը, նախագահ է դարձել, Հայաստանի բյուջեն 350 միլիոն դոլար է եղել։ Երբ ինքը գնացել էր, արդեն մոտ 8 անգամ ավելի շատ էր։ Այսինքն սրանք թվեր են, որոնք եւ անվտանգային առումով, եւ տնտեսական աճի առումով խոսելու, ապացուցելու բան չկա։ Ակնհայտ է այս ամենը։ Եվ բնականաբար այսօր մենք մեր ժողովուրդը պետք է հույսը կապի նախագահ Քոչարյանի։ Ես այն սերունդն եմ, որը ապրել եմ այդ տարիներին։ Ես տեսել եմ, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպիսի աշխատանքներ է կատարել Հայաստանի Հանրապետության համար։ Դա այն դեպքում, երբ վերցվել էր այնպիսի մի ժամանակաշրջան, երբ ընդհանրապես տնտեսությունն էր ավերված, երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածներ, Արցախյան առաջի պատերազմից հետո ընկած ժամանակահատվածներ։ Ես անվտանգ էի, հպարտ էի, ուրախ էի այն պարագայում եւ ունեի հզոր առաջնորդ։ Հզոր առաջնորդ իդեմս Ռոբերտ Քոչարյանի։ Հավատում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է մեզի հանի այս իրավիճակից, որում մեզի այս 8 տարի է գցել են։ Ու հավատում եմ, որ առաջ մեր հայացքները բարձր էր։ Կասիբոման էին գալի։ Ինքը կարող է մեզի հետի վերադարձնի։ Մարդը, որ անցել է պատերազմը ու Արցախը չի լքե, ոչ ինքը, ոչ իր ընտանիքը, բնական է, որ մարդունակ նախագահ էր։ Իսկ իր սարկածը ես եմ տեսել ստեղ, ոնց է փոխվել։ Ոչ մեկի ողջ, ոչ հետագայում էլ չեմ, ոչ Սերժի վաղտ, էլ չեմ ասում Մեսրա վաղտ, բացարձակ ոչ բան չի սարկվել։ Մենք տեսել ենք պատերազմը, մենք տեսել ենք երկրաշարժը, բայց ոչ մի անգամ մեր գլուխները հայացքները այդպես կախված չէր, ոնց որ հիմա։ Ում դեմ, որ մտածում ես, ում դեմ։ Ինչու եք համակրում այս քաղաքական թիմին։ Ես տեսել եմ Քոչարյանի աշխատանքը։ Բազմաթիվ շենքեր է կառուցվել, բազմաթիվ շենքեր։ Ու վերածնունդ են կապրել, ամբողջ քաղաքը սկսել է զարթոն կապրել։ Աշխատավարձներն է բարձրացել, մարդիկ թոշակներն է բարձրացել։ Տեսել ենք տղամարդ ղեկավար, տեսել ենք հաղթանակ։ Ժամանակն է, որ Հայաստան նորից բարձր ճակատով, բարձր ճակատով ասպարեզ ելնի, միջազգային ասպարեզ։ Թե չէ ինչ է, կռացած ման են գալիս, չի կարելի, չէ Ալիև ով էր։ Կարող է այս վիճակից մեզ հանել։ Ինչու եք աջակցում Հայաստան դաշինքին, ինչու իսեր եք կապում այս քաղաքական։ Ին դաշինքս է դրա համար, Ինչու իսեր եք կապում։ որ աբագան կփոխվի։ Ինչն է փոխվի հատկապես։ Առաջինը մարդիկ։ Իրանց ողակալություն իրանց միջից դուրս կա, մեկը մեկին չվիրավոր է, հարգալից լինի։ Աշխատանքի տեղ, որ մարդիկ աշխատին, ոչ թե արդագնաց աշխատանքի գնան, դեղից է որպես վեգան թեջ վերադառնան։
Ես վստահ եմ, որ նախագահ Քոչարյանը միայն կարա մեր երկրում բան փոխի։ Լավն եմ հիշում, դժվար ժամանակում է ստանձնել պաշտոնը, ոտքի է հանել երկիրը, ապահով ենք եղել։ Վաղուց եմ ճանաչում նախագահին Քոչարյանին, կարող եմ ասել, որ ինքը այն մարդն են ազնվորությունն է, որը կարողանա ծնգի բերել թշնամուն եւ Հայաստանը առաջվա նման լինի ուժեղ, հզոր եւ կարողանա բոլոր միջազգային ատյաններում իր խոսքը ասել։ Այն ժամանակ, երբ մենք բոլոր որպետությունները գնայինք, հայ էին ասում, բայց հիմա գլխները կախ է։ Պարտված են եւ ցանկանամ, որ հաղթանակները շարունակվեն, այս թուրքական զորքը, որը գտնվում է մեր տարածքում, դուրս բերվեն։ Եթե կա մի տեխնացու, ով որ ժամանակին ցույց է տվել, որ կարողացել է դժվար ու ճգնաժամային փուլից հանել Հայաստանը, այդ եղել է Քոչարյանը։ Հիմա մեզ պետք են հաղթանակները, զուտ նաև երկրի ու ժողովրդի կոյաբանական հարցերը լուծելու համար։ Ես բոլորի հանդիպումների ժամանակ գալու եմ, որպեսզի կողմնորոշվեմ։ Հավասարակշռված, խելացի, ազգը սիրող, հայրենասեր։ Ես գիտեք նոր էի սկսել աշխատել եւ 7-8 ամիս մենք աշխատավար չէինք ստանում։ Ռոբերտ Քոչարյանի օրոք կարգավորվեց ամեն ինչ։ Ես մյուսներին էլ դեմ ոչինչ չունեմ, բայց գալու եմ բոլորի նախընտրական ծրագրերին ծանոթանալու։ Ես Հայաստան դաշինքի միջոցով տեսնում եմ իմ երկրի փրկությունը։ Ճիշտ առաջնորդ է։ Դժվար ժամանակ Ռոբերտ Քոչարյանը եկավ նախագահ եւ ոնց որ այդ ժամանակների համար ինչ որ արեց ինքը թեթևացավ մի քիչ մեր Գյումրիի վիճակը։ Ընտրեցի որ փոխվի, բայց փաստորեն չփոխվեց։ Հիմա էլի փոխվել եմ ուզում։ Սա չի, ճիշտ Հայաստանը չի։ Հայաստանը կործանման է գնում։ Իմ պատկերացրած Հայաստանը այսպես չի։ Վարչապետի տեխնացու ունենք, որ աֆրիկյան երկրներում այդպես մարդիկ չեն ընդրվում։ Կարտոշկեն վերցնում է ձեռքից տանի, արի խնդրեմ էլի ցավը տանեմ, բան օրինցի ցայն տաս։ Ախր այդպես ցայն չի կարելի ընդրել, չէ։ Այդպես չի կարելի։ Այդ դրա համար եկել եմ ես տեսել եմ այս մարդու աշխատանքները։ Մի անգամ Ստրասբուրգում երբ հանդիպեցին, Ալիև մեծը, Հայր Ալիևը նստած էր, ոչ ժամանակին հարիշ ձևով խոսեց նա, Ռոբերտ Քոչարյանն ասավ Գեյդա Գեյդարևիչ, имейте в виду, Карабах некогда был не состав Ադրբեջանը и не будет։ Ինքան խստությամբ պատասխանեց, որ ես իմ տեղումս վերև բարձացած է հեբարդ նախագահ ունենք։ Այդպես ղեկավարը պետք ոչ թե գնալ, կուչ գալ, բարերը խառնել իրար հետ, առաջ եւ չկարողանալ, գալ ասել ցանկացած սխալ կատարել ու գալ ասել ես ճիշտ եմ արել։ Իր նախագահության օրոք դուք երիտասարդ եք, դուք իրոք չեք հիշում, բայց մենք ենք աշխատում, մենք ենք կառուցել։ 58 թաղամաս կա, լրիվ իրավորով է կառուցվել։ Շատ որ բանով հիշես, ինչ որ կառուցվել է տնագներից դուրս են եկել, դոմիկներից իրավորով է։ Նրանից հետո անի թաղամասն է կառուցվել, իսկ այս 8 տարվա մեջ ոչ մի բան չի կառուցվել։ Դրա համար էլ դի գնանք հետ, այսինքն հետ գնալ այդ իմաստով, բայց առաջ ենք նայելու, շարունակելու ենք այդ ամեն ինչը։ Անվտանգություն, արժանապատիվ խաղաղություն, հուսալի Հայաստան։ Այդքանը դերևս ամենակարևորը։